Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգվին Սրբո ամեն։ Հիսուս շրջում էր տաճարում, սիրելիներ, երբ հրեաները մոտեցան եւ հարցրեցին նրան ասելով. Եթե դու ես Քրիստոսը, մեզ համարձակ ասա, հերիք է մեր հոգին հանես։ Եվ ինչ է պատասխանում Հիսուս. Դուք չեք հավատում, իմ գործերն անգամ վկայում են այդ մասին, բայց դուք շարունակում եք չհավատալ։ Այսօր Սուրբ Էջմիածնի տոնն է, սիրելիներս, Մայրաթոր Սուրբ Էջմիածնի եկեղեցու կառուցման, որ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Հիսուս իջավ, մուրճով հարվածեց ասելով այստեղ ինձ համար տուն կառուցեք, իմ անունով տուն կառուցեք եւ տաճարը կոչվեց Էջմիածին, այս խորհուրդն է դրված մեր մեջ, որպեսզի մենք հասկանանք նախ եկեղեցին ինչ խորհուրդ ունի մեր կյանքի մեջ եւ մենք եկեղեցու մեջ կամ մեր կյանքի մեջ ինչու ենք Հիսուսին փնտրում այս աշխարհում։ Այսօրվա շարականի մեջ շատ գեղեցիկ խոսքեր կար, ասում այսօր երկնային փեսան Հիսուսը խաչաձև սուրբ սեղանը պատրաստեց, որի վրա իր մարմին արյունը բաշխում է ձեզ, դուք մաքրությամբ Աստծո ժողովուրդ մոտեցեք նրան եւ խնդրեք, որպեսզի այս ամենը երկար շարունակվի ձեր կյանքի մեջ։ Ինչ հարցը հрьяաների եւ այս շարականի պատասխանը։ Հարցնում են, եթե դու ես Հիսուս, մեզ համարձակ ասա։ Առաջին հայացքից թվում է, թե իրոք հավատքի հարց էր, այս մարդիկ անմեղորեն փնտրում են Հիսուսին, որպեսզի հավատային։ Բայց նրանց հարցումը հավատալու համար չէր, այլ չհավատալու մասին էր։ Ուզում էին համարձակ լսեին, որ ինքն է Քրիստոսը Մեսիան, որպեսզի սպանեին, ոչ թե հավատային։ Եվ մեր կյանքի մեջ էլ այսօր եւ բոլոր ժամանակներում, սիրելիներ, մարդիկ այս հարցը ունեն իրենց աղոթքի մեջ։ Տեր, ես քեզ աղոթում եմ, խնդրում եմ, քո ներկայությունը ինձ հրաշքով ցույց տուր, որևէ բան արա, որ տեսնեմ ու հավատամ քեզ։ Բայց ամբողջ նպատակը ոչ թե Տիրոջը տեսնելու խնդիրն է այստեղ, հավատալու խնդիրն է, այլ վստահելու խնդիրն է։ Այս նույն մարդիկ, ովքեր մոտեցան այսօր Հիսուսին հարցրեցին, եթե դու ես Քրիստոսը համարձակ, առանց վախենալու ասա, Հիսուս պատասխանում է, որ ախր ես գործեր եմ ցույց տվել ձեզ։ Մեռելները հարություն առան, կուրերը տեսան, կաղերը քայլեցին, անդամալույսները բժշկվեցին, մարդ ով որ ոչինչ չէր կարողանում այսօր գործում է, դուք նորից հրաշք եք փնտրում, որպեսզի հավատաք ինձ։ Ովքեր են հրաշքներ փնտրում։ Մարդիկ, ովքեր հավատում են կամ չեն հավատում, բոլորն էլ հրաշքներ փնտրում են, բայց մոռանում ենք, որ հրաշքը հավատքից է ծնվում։ Դու պիտի հավատք ունենաս, որ քո կյանքի մեջ հրաշքներ տեսնես։ Երբ որ դու չես հավատում, քո կյանքի մեջ հրաշքներ չեն կարող լինել։ Երբ որ դու չես հավատում, Տերը քեզ որևէ կերպ չի կարող ցույց տալ իր ներկայությունը, եթե դու չփնտրես։ Բայց Հիսուսի պատասխանը մեկ այլ բան է։ Ոչ թե ինձ փնտրեք, հարցրեք, ես կամ ձեզ կյանքում կարող եմ հրաշքներ գործել, այլ ձեր սրտերը բացեք, որպեսզի ես ներս մտնեմ։ Ուրեմն մարդ, ով որ այս հրաշքի համար հարցումներ ունի եւ հարցնում է ուր է իր Աստված, որտեղ է Աստված, ու իր սիրտն է փակ, իր սիրտը պիտի բացի, որպեսզի Քրիստոսին կարողանա ճանաչել։ Երբ որ Հիսուս հարություն արավ, հիշում եք Էմամուսի ճամփորդների հետ գնաց, ամբողջ օրը խոսեց, երբ որ հացը տվեց, նրանք ճանաչեցին Հիսուսին, ինչ են ասում։ Ասում այսքան ժամանակ ինչու մեր սրտերը չէր հուշում։ Մենք ինչու սրտով չէինք զգում Քրիստոսի ներկայությունը մեր կյանքի մեջ։ Ուրեմն Հիսուսին փնտրել եւ հարց տալ, եթե դու ես Քրիստոսը, ցույց է տալիս ամեն օր Աստված մեզ։ Երբ որ մենք ամեն առավոտ արտանում ենք, լույսը տեսնում ենք, դա մեկ ապացույց։ Երբ որ մենք երեկոյան նորից խաղաղ պարկում ենք քնելու, սա նորից ապացույց։ Երբ որ մենք երջանիկ ենք, սիրում ենք, նորից ապացույց։ Երբ որ մեր կյանքի մեջ վախեր չկան, նորից ապացույց, որ Հիսուս ցույց է տալիս իր ներկայությունը քո կյանքի մեջ։ Բայց երբ որ քո կյանքի մեջ կան վախեր, քո կյանքի մեջ կան անհանգստություններ, կորցնելու վտանգ, անորոշություն, նշանակում է դու Քրիստոսին չես փնտրել եւ չես հրավիրել քո կյանքի մեջ, որպեսզի Քրիստոս ապրի քո կյանքի մեջ, այլ պարզապես փնտրել ես հրաշքներ տեսնելու համար։ Հազարավոր մարդիկ ամեն օր եկեղեցիներ են մտնում, սիրելին։ Աշխարհի բոլոր անկյուններում, ինչպիսի մարդիկ կլինեն, մտնում են եկեղեցի։ Հավատացեք, մեծամասնության նպատակը Քրիստոսին հանդիպելը, Քրիստոսին տեսնելը, սեր խոստովանելը չէ,
այլ ինչ որ բան ակնկալելը։ Ես Երուսաղեմում շատ եմ եղել, եւ երբ որ ամեն անգամ գնում եմ, միշտ հարության տաճարի բակում նստում եմ, նայում եմ մարդկանց, թե մարդիկ ինչու են այսքան միլիոնավոր մարդիկ ամեն օր գալիս են Երուսաղեմ Քրիստոսի գերեզմանին այցելության։ Ինչ ես տեսնում մարդկանց մեջ։ Շատ քիչ հատվածն է մարդկանց, որ գալիս են այդ տաճար, մտնում Քրիստոսի գերեզմանի մեջ, շնորհակալություն հայտնում հարության համար, ազատության համար, հավիտենական կյանքը ստանալու համար։ Մեծ մասը գալիս են կասկածներով ու փնտրտուքով։ Արդյոք այս գերեզմանի մեջ զորություն կա։ Արդյոք Հիսուս այստեղից հարություն է արել։ Արդյոք այս ամենը մարդու ստեղծած է, թե Աստծո ստեղծած է։ Սա է մարդու մտորումը այդ տաճարի մեջ անգամ եւ այդ սրբավայրում, որտեղ որ Քրիստոս հարություն արել եւ մեզ ազատություն է ապարգևել։ Դրա համար ասում է ձեզ նոր ժողովուրդ, Աստծո նոր ժողովուրդ, հնարավորություն տվեց եկեղեցու միջոցով իր մարմին ու արյունը ճաշակելու։ Մաքրությամբ մոտեցեք, որպեսզի այս օրերը ձեր կյանքի երկար տևեն, այսինքն եկեղեցու մեջ երկար աղոթք ունենաք։ Քրիստոսի հետ ձեր հարաբերությունը երբևէ չընդհատվի, առանց Քրիստոս չապրեք այս աշխարհի մեջ։ Հիսուս երբ մեկնում էր այս աշխարհից, իր աշակերտներին ասաց. ես ձեզ հետ եմ լինելու ձեր կյանքի բոլոր օրերում, մինչև աշխարհի վախճանը։ Ուրեմն չկա մեկ օր մեր կյանքի մեջ, որ Քրիստոս մեր կյանքի մեջ ներկա չլինի։ Չկա մեկ օր, որ մենք առանց իր մխիթարության լինենք այս աշխարհի մեջ։ Պարզապես մեր սրտերը այնքան են ծանրաբեռնված, այնքան են կքած մեղքի, հոգսի տակ, որ մենք չենք կարողանում մեր հայացքը, մեր հոգու աչքերը վեր բարձրացնել եւ տեսնել, որ Քրիստոս պարզապես մեր կողքը նստած է։ Քրիստոս այն հիվանդն է, այն անհույս մարդն է, այն անորոշ մարդն է, շորջ ունեցող մարդն է, հիվանդ մարդն է, ում որ դու մոտենաս, այդ մարդու միջոցով Քրիստոս խոսելու է քեզ հետ եւ քեզ ընթարաշ պիտի գա։ Պարզապես մեկ հարց կա, մենք անձնապես իբրև մարդ, ինչու ենք ուզում Քրիստոսին հավատալ եւ ինչ պիտի տա Քրիստոս քեզ այս աշխարհի մեջ, ինչ ես ակնկալում, երջանկություն, ընտանեկան խաղաղություն, որ աշխարհի մեջ պատերազմ չլինի, հոգսեր չլինեն, լինելու են այս ամենը։ Անխտիր լինելու են եւ չի եղել մարդու կյանքի պատմության մեջ, որ այսպիսի բաներ չլինեն, բայց շատ կարեւոր է, որ դու քո ներքին հանգստությունն ու խաղաղությունը չկորցնես, դու ինքդ Քրիստոսի ձեռքը բաց չթողնես եւ չվազես ուրիշտեղ։ Տեսեք սիրելիներ, Հիսուսին փնտրեցին նաեւ այն ժամանակ մարդիկ, շատ մարդիկ գալիս են, ուր էիր, ամբողջ օրը մենք քեզ էինք փնտրում, բայց չեն մընտրում, որպեսզի Հիսուսին Տեր եւ Աստված խոստովանեին, ուզում են Հիսուսից հրաշքներ տեսնեին։ Եթե մենք էլ ենք ամեն օր եկեղեցի մտնում կամ աղոթում, որ Աստված մեր կյանքի մեջ հրաշքներ կատարի, արդեն ձախողել ենք։ Եթե մենք էլ ենք փնտրում Հիսուսին, որպեսզի մեր կյանքի մեջ ինչ-որ բան փոխի, առանց մեր մեղքերի խոստովանության, առանց մեր սերը նրան խոստովանելու, մենք ձախողած ենք մեր առաքելության մեջ։ Այս եկեղեցին եւ ընդհանրապես որևէ որ մենք մտնում ենք, դա մարդու եւ Աստծո հանդիպման վայրն է։ Մենք այստեղ գալիս ենք ոչ թե մեր նյութական հոգսերի, մեր նյութական պետքերի համար, այլ գալիս ենք մեր հավիտենական կյանքի մասին խոսելու մասին։ Երբ որ մի երիտասարդ մոտեցավ Հիսուսին, ասաց. «Վարդապետ, ասա որ եղբայրս իր ունեցվածքի հետ կիսի», Հիսուսը ասում է. «Եղբայր, ինձով դատավոր կարգեց քո ունեցվածքը կիսելու վրա, ես դրա համար չեմ եկել այս աշխարհ, որ ձեր նյութական կարիքները, անարդարությունները վերականգնեմ, ես եկել եմ ձեր հոգին վերականգնելու եւ ձեր հավիտենական կյանքը ձեզ վերադարձնելու համար»։ Մենք այստեղ գալիս ենք մեր հոգու ցավերի մասին խոսելու, թե մենք որտեղ ենք սխալվել, ինչ սխալ ենք գործել, որ սա պատճառ է դարձել, որ մեր կյանքի մեջ տխրություն մտնի, մեր կյանքի մեջ վախ մտնի, մեր կյանքի մեջ անորոշությունը մեզի ամեն ժամ ճզմի, որ մենք չկարողանանք ուրախանալ այս աշխարհի մեջ։ Սա է դրված մեր առջև։ Ինչ ուրախություն ենք մենք ուզում փնտրենք, ինչ ենք մենք անում։ Մարդիկ միլիոնավոր ծախսեր են անում, մեծ հարսանյաց հանդեսներ են կազմակերպում, որ ուրախանում են, անմոռաց պարում են, զվարճանում են, հետո լսում ես այդ նույն հարսանքավոր, ովքեր պատրաստ են այս ուրախությունը, բաժանված են, չկա այդ ուրախությունը, որտեղ հոգևոր կապվով կապված չէին, հոգևոր ուրախության մեջ չէին եւ Տիրոջը չէին խնդրել,
որ այդ օրերը իրենց կյանքի երկար լինի։ Այլ այս պահի համար, այս օրվա համար էր միայն այդ ուրախությունը կամ մարդկանց հրամցնելու, ցույց տալու համար, որ մենք այսպիսին ենք լինելու։ Դրա համար ասում է Հիսուս, դուք նաև իմ փարախից չեք, դուք իմ հոտից չեք, այսինքն ովքեր Հիսուսին փնտրում են, այս հարցն են տալիս, նրանք Հիսուսին չեն ընդունում որպես Աստված։ Շատ մարդիկ են ամեն օր եկեղեցի մտնում, շատ մարդիկ, որոնց ես տեսնում եմ, ճանաչում եմ կամ հեռուներից գալիս են։ Մեծ մասի մոտ խնդիրը ինքնաճանաչողության խնդիրն է, որ մարդը նույնիսկ ինքն իրեն չի ճանաչում եւ վախենում է ինքն իրեն ճանաչելուց։ Ուզում է որ մարդիկ իրեն սիրեն, ուզում է որ մարդիկ իրեն հասկանան, ուզում է որ մարդիկ իրեն գնահատեն, բայց ինքն իրեն չի հասկանում, ինքն իրեն չի արժևորում եւ ինքն իրեն չի սիրում այն սիրով, որով Հիսուսը սիրում իրեն։ Եվ մենք բախվում ենք այստեղ այս խնդիրների մեջ։ Եվ երբ որ սա չկա, գալիս է երկրորդը, որ մեր մոտ առաջանում է մոլուցքը իշխելու, մեր խոսքը վերջինը լինելու, մենք որ պետք է վերջին խոսք ասենք, բոլորը մեզ պիտի լսեն, բայց դու նաև պիտի լսես։ Դու բոլորին կարող ես խաբել, դու կարող ես բոլորին համոզել, բայց ինքդ քեզ չես կարող խաբել։ Երբ որ դու նայում ես հայելու մեջ ինքդ քեզ եւ քեզ ոչ թե տեսնես այնպեսին ինչպեսին կաս, այլ վերագրում ես այն ինչ որ ուզում ես լինել, դու արդեն ձախողված ես։ Դու արդեն Քրիստոսին չես փնտրում եւ չունես այդ նմանությունը։ Եվ Հիսուս այսօր այս փնտրտուքի մեջ, երբ որ հрьяաները մոտեցան, ինչու է ասում մեր հոգիները հանեցիր։ Այսինքն Հիսուս անդադար խոսում էր իրենց կեղծավորությունների մասին, որ բավական է ձեզ, վայ կեղծավորներ, որ չամանի, անանուխի, սամիթի տասանորդները կշռում եք գրամ բերում եք տալիս եք եկեղեցուն, բայց ձեր արդարությունը չկա, դուք ձեր դիմացի մարդուն չեք սիրում։ Վայ ձեզ ասում է, որ դուք բաժակի պես դրսի կողմը մաքուր լվանում եք, ինչպես այսօր մարդիկ գեղեցիկ զարհումից ներսից նեխած են, նույն օրինակն է։ Վայ ձեզ ասում է, որ դուք գերեզմաններ եք սարքում շատ ճոխ, մոռանալը որ տակը փտած է, ոչինչ չկա։ Այդ ճոխ գերեզմանը այդ մահացած մարդուն փրկություն չի բերելու։ Սա էր ուզում Հիսուս սովորեցնել։ Սրանք ասում են դու մեր հոգին հանեցիր, հիմա ասա դու ես Քրիստոսը թե չէ։ Քրիստոս մեզ ցույց է տալիս մեր սխալները, բայց մենք ասում ենք չէ, դու մեր սխալները ցույց մի տուր, հակառակը դու մեզ գովիր, մեզ բարձրացրու, հետո կորոշենք քեզ հավատալ թե չհավատալ։ Դրա համար այսօր շարականագինն էլ մեզ ձայնում է ասելով. ով Աստծո նոր ժողովուրդ, ոչ թե հին, այլ նոր ժողովուրդ, մաքրությամբ մերձեցեք Քրիստոսին, որպեսզի ձեր օրերը, այս ուրախության օրերը, առիթները երկար լինեն։ Տեսեք, մեղքի պատճառով մենք գրեթե 1 տարի փակ էր, չէ, աշխարհի եկեղեցիները։ Մարդիկ զրկված էին Քրիստոսի մարմինն ու այրունը ճաշակելուց։ Մեղքի պատճառով։ Մինչև որ մարդկությունը դարձ ունեցավ, իրենց տներից դուրս չեկան, նույնիսկ ծովերի գետերի ջրերը մաքրվեցին, մարդու մեղքի պատճառով, որ կեղտոտված ու ավերված էր։ Բնությունը ավելի զարթոնք ապրեց, կենթանական աշխարհը բազմացավ, մարդու մեղքի պատճառով էր այս ամենը։ Եվ փակվեց։ Մենք զրկվեցինք իրար տեն, հերոստացույցով էինք իրար հետ շփվում։ YouTube-ի մեջ էին մարդիկ ուղիղ եթերով պատարակներ նայում, որտեղ եկեղեցի չէին կարող գնալ։ Ուրեմն այսօրվա այս խորհրդի մեջ է, որ Տերն ասում է, իմ գործերը վկայում են, եթե չեք հավատում, ինչ էլ որ անեմ, չեք հավատալու։ Ուրեմն սիրելիներս, մեր նպատակ այս աշխարհի մեջ հարցը թե Տեր, որտեղ ես դու իմ կյանքի, որ ճանապարհին ինձ թողեցիր, Տերը ձեզ երբեք չի թողել։ Տերը միշտ ձեր հետևից գալիս է, միշտ ձեր հետ է Տերը, առանց մի ակնթարթ ձեզ բաց թողնելու։ Տերը միշտ հոգ է տանում ձեզ, Տերը միշտ մխիթարում է ձեզ, Տերը միշտ ուզում է, որ մենք լինենք երջանիկ, մենք լինենք ուրախ, բայց իրեն ճանաչելուց հետո այդ ամենը պիտի գտնես, որ ճանաչեցիր, զգացիր, շոշափեցիր, այն ժամանակ կտեսնես այս աշխարհի մեջ ինչի համար մենք կռվում ենք, պայքարում ենք, փոխում ենք, քանդում ենք, նորոգում ենք, այս ամենը պիտի անցնի, միայն դու պիտի մնաս հոգուդ հետ Աստծո մեջ։ Դրա համար Սողոմոն իմաստունը իր ամբողջ կյանքը, որ այդ փառքի մեջ էր, բայց չապրեց այդ փառքով, չզարդարվեց հարուստների պես, ինչպես բոլորն են զարդարում, ասեց ամեն բան ունայնություն է։ Կա ժամանակը ապրելու եւ կա ժամանակը մեռնելու, բայց այդ ժամանակը, որ պիտի ապրես, այնպես պիտի ապրես, որ մահից հետո հոգիդ վերադառնա Աստծո մոտ, որ երբ որ գա ժամանակը մեռնելու,
չվախենաս, այլ ուրախությամբ ժպտաս, որովհետև առիթ ես ունենում նորից գտնելու Քրիստոսին։ Մենք մեր ամբողջ կյանքի ընթացքում փնտրում ենք Քրիստոսին։ Մահով գտնում ենք, որովհետև մահ այսօր միջոցն է միայն հանդիպելու Աստծո դեմ առ դեմ։ Մահից հետո մենք վայելում ենք այդ հավիտենական կյանքը։ Ուրեմն մեր նպատակը այդ կյանքը այսօր ունենալ, մեր մեջ այդ կյանքը լցնել, որ Հիսուս ասում է նախ փնտրեք երկնքի արքայությունը, մնացած ամեն ինչ ձեզ ավելիով պետք է տրվի։ Ուրեմն երբ որ փնտրենք երկնքի արքայությունը, մնացած ամեն ինչ ինչքան որ պետք է մեր երջանկության համար, մեր կյանքի համար, մեր ուրախության համար ավելիով պիտի ստանանք։ Թող Տեր օրհնի բոլորի սիրելիներ։ Սուրբ Էջմիածնի տոնը մեր թող շնորհավոր լինի մեր հավատքի սրբության սրբոցի, որտեղ Հիսուս ինքը իջավ, իր հրամանը տվեց, որ այդտեղ իր համար տուն կառուցեն, այսօր գալիս է Հիսուս մեր սրտերի մեջ եւ իր այդ մուրճով մեր սրտերին է խփում, ասելով որ քանդիր այս պատնեշը, քանդիր այս քարացած սիրտը, փակիր կողպած դռները, թե փակ բացիր, որպեսզի ես գամ քո մեջ լինեմ։ Եվ որ Տերը քո սրտի մեջ թագավորի, իր տունը քո սիրտը լինի, քո հոգին լինի, որ մենք հավիտենական կյանքը հենց այսօր պիտի ունենանք մեր կյանքի մեջ։ Այժմ եւ հավիտյանս հավիտենից ամեն։